Իմ սիրելի ժողովուրդ, բոլորս գիտենք, որ շնչառությունը պարտադիր է, որ լավ լինի։ Եթե քիչ թթվածին գնա մեր օրգան համակարգ, այն կարող է առաջացնել խնդիր օրգան համակարգի ոչ նորմալ աշխատանքի եւ հատկապես թոքերի հետ կապված։ Իհարկե, թոքերից թթվածինը գնում է, այնուհետև այդտեղից է, որ ալվեոլներով գնում է դեպի ամբողջ օրգան համակարգ, դրա համար հաճախակի ենք ասում, որ չի կարելի ծխել, չի կարելի ոչ ճիշտ սնունդ օգտագործել եւ իհարկե հրաշալի է նաեւ վարժությունը շնչառական, որ անընդհատ պետք է ներշնչեք ընդամենը 7-ը 1 2 3 4 5 6 7 պահում եք մինչև 4-ը եւ արտաշնչում մինչև 9-ը եւ նորից պահում եք մինչև 4-ը, շնչում 7-ը եւ այդպես։ Սիրելի իմ ժողովուրդ, դա շատ լավ օգնում է եւ լիցքաթափում է ձեզ եւ ճիշտ շնչելուց նաեւ թոքերի արյան շրջանառությունն է լավանում, բայց նաեւ պետք է օգտագործեք սննդակարգ, որը առողջարար է հենց ձեր օրգանիզմի համար։ Նարինջը, իհարկե, բողկը, ուկրոպը, այսինքն սամիթը եւ շատ լավ օգնում է նաեւ ձեր օրգանիզմի համար լիմոնը, այդքան մեծ հայտնի, որը եւ վիտամին C-ի հրաշալի քանակություն է եւ կարգավորում է ամբողջ օրգանիզմի երիտասարդ լինելը, նաեւ մաշկի, այնպես որ սիրելիներս, եթե ունեք թոքերի խնդիր, անպայման պետք է դիմել բժշկի, բայց եթե չեք ուզում ձեր սիրտ-անոթային համակարգը հիվանդանա, որտեղ եթե թոքերը նորմալ սնունդ չմատակարարվի, ապա ոչ կգործի սիրտ-անոթային համակարգը, որ գլխուղեղ